օրս հանրությանը եւ առավել եւս համակարգը կյանքի կոչող բուժ աշխատողներին հայտնի չէ, թե այդ փաթեթում ներառված բուժ ծառայությունների դիմաց բուժ անձնակազմը ինչպիսի վարձատրություն է ստանալու։ Եվ Տիկին Բաթոյանը նշում է, որ այո, բուժ անձնակազմը ամենակարևոր բաղադրիչն է, այո, Տիկին Բաթոյան, ոչ մեկը դա չի հերքում, առանց բուժ անձնակազմի հնարավոր չէ նման համակարգ կյանքի կոչել, բայց այս պարագայում բուժ անձնակազմը իրավունք ունի գոնե իմանալ, թե ինքը որ ծառայության համար ինչքան է վարձատրվելու, թե այդ իրավունքը չունի, ԿՊ-ն պիտի որոշի ում ինչքան տա, երբ տա, ոնց տա եւ ինչ հաշվարկներով տա։ Եթե դուք իսկապես հանրության մասին մտածեիք, ապա այս համակարգը, որը խիստ կարևոր համակարգ է եւ ամբողջ հանրության կողմից սպասվելիք համակարգ է, այս համակարգն իրականացնող բժիշկներին ըստ արժանվույն գնահատականի կարժանացնեիք, ըստ արժանվույն աշխատավարձի կառանձնացնեիք։ Եվ հիմա դուք ինչ եք անում, ձեր քաղաքականությամբ ըստ էության բժիշկներին շատերին ստիպում եք տեղափոխվել մասնագիտական այլ ոլորտներ, որոնք այս փաթեթի մեջ ներառված չեն։ Ձեր այս քաղաքականությամբ շատ մասնագետներ պետք է գնան մասնավոր ոլորտ, որտեղ պայմանագրեր չկան կնքած։ Դուք դա եք անում այս քաղաքականությամբ։ Եթե բժիշկը իր տեղում չի գնահատվում իր աշխատանքի դիմաց ըստ արժանվույն, ուրեմն նա շատերը գնալու են այլ ոլորտներ, վերապրոֆիլավորվելու են, շատերը գնալու են մասնավոր ոլորտ, Աստված միանացե շատերն էլ արտագաղթելու են։ Սա է իրականում հանրության առողջության մասին մտածելը։ Ոչ, դուք մտածում եք մինչև հունիս։ Ինչ որ կերպ յոլատ անել այս համակարգը, թող բժիշկներ իրենց ծառաբեռնվածությունը այսպես կատարեն, հունիսից հետո այդ ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով ինչ լինում է թող լինի։ Եթե դուք իսկապես հանրության մասին մտածող լինեիք, նման քաղաքականություն բժիշկների նկատմամբ չէիք անի։ Եվ ես համոզված եմ, սիրելի բժիշկներ, դուք այո, պայքարել եք, պայքարելու եք ձեր աշխատանքի ըստ արժանվույն գնահատականի համար։ Ճիշտ եք անում եւ երբեք թույլ չեք տալու, որ ձեր ուսերին ծանրաբեռնություն դնելով ԿՊ-ն վերընտրվի, այդ համակարգը գործելու շարունակելիությունը խիստ վտանգված է։ Այս համակարգի գործունեությունը այս իշխանության օրոք լավագույն դեպքում մինչև հունիս է, որովհետև ոչ որակի կատարման մեխանիզմներ կան օրենքում նախատեսված, ոչ վերահսկողության մեխանիզմներ կան նախատեսված օրենքում, եւ հարց է, թե ինչպես է կատարվելու ֆինանսական վերահսկողությունը խորհրդարանի կողմից, եթե ոչ կան այդ վճարման չափերը, եթե ոչ կան այդ հստակ թվային տվյալները, որ փաթեթի որ ծառայությունը ինչքան է գնահատվելու, վերլուծություն չկա, արդեն երրորդ ամիսն է, որ ծառայության համար դիմելություն ինչքան է, սրանք բոլորը անհրաժեշտ տվյալներ են ֆինանսական վերահսկողություն իրականացնելու, որի մասին ոչինչ չի խոսվում, որի մասին որևէ մեխանիզմ օրենքում նախատեսված չէ եւ հետեւաբար էլի կրկնում եմ, դուք այս ամենը անում եք վերընտրվելու նպատակով։